Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում Modus Vivendi հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակն է Արա Պապյանը, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Աշխարհում եւ հատկապես մեզ մոտ եւ հեռու երկրներում ինչ-որ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում եւ ես ուզում եմ այսօր մեր զրույցը սկսենք մեր հարևան եւ ոչ հարևան երկրներից։ Այսպես հարևան Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին տեղի ունենում, որից հետո անդիմությունը կարծես վրդովեց, եւ ինչն է հետաքրքիր, որ Իրաք Լիկոբախիձեն նաեւ այդ անկարգությունները, իրենց որակմամբ նաեւ սահմանադրական կարգի տապալման փորձերում նաեւ տեսնում էր Եվրամիության ներկայացուցիչների աջակցությունը։ Այս ուզում եմ հասկանանք, այստեղ ինչ նպատակ ունի այս ամեն ինչը, այս անկարգությունները, զանգվածային ինչ-որ հեղաշրջման փորձերը եւ ընդհանրապես կա Եվրամիության հետք այստեղ ինչ է կարծում։ Բնականաբար ես կարծում եմ եւ Եվրամիության հետքը կա, եւ Ռուսաստանի հետքը կա, եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի, այսինքն երբ որ մի երկրում ընտրություն են լինում, ապա հարևան եւ ոչ հարևան երկրները, ովքեր այդտեղ շահեր ունեն, ամեն մեկը աշխատում է որոշակի ազդեցություն ունենալ։ Խնդիրը այն է, որ այդ ազդեցությունը ինչ ձևով է արվում, ինչ չափով է օրինական եւ ընդհանրապես ինչ ծավալներ է ընդգրկում։ Կան երկրներ, որտեղ դա բացարձակ ամբողջական է լինում, կան որ ազդեցություն։ Հիմա տեսեք, երկար ամիսներ շարունակ, եթե հիշում եք անցյալ տարի ընդդիմությունը այնտեղ բողոքներ էր անում, իհարկե ուրիշ հարցերի մասին էր խոսքը, շատ խորհրդարանական եւ այլն։ Եվ արդյունքի չհասավ։ Գիտեք, ցավը ինչն է, որ այս ընտրությունները ցույց են տալիս, որ post-սովետական, հետսովետական երկրներում, չեմ խոսում անգամ միջինասիական երկրներում, ըստ էության բացառությամբ բալթյան երկրները մշտապես հաղթում է իշխանությունը։ Թերևս մի բացառություն ա եղել Վրաստանում, երբ որ Սաակաշվիլին պարտվեց, որտեղ ինչքան էլ ուզում ա խոսան Սաակաշվիլու մասին, որպես ըստ ոմանց հակահայ եւ այլն, մի քիչ էլ անհասկանալի որոշակի խենթ, բայց նրանք ովքեր տեսել են Վրաստանը Սաակաշվիլից առաջ եւ Սաակաշվիլից հետո, կարող են ասել, որ երկու տարբեր երկրներ են, մարդը կարողացավ մի ընտրաշրջանում հսկայական փոփոխություններ բերել։ Այո, այդ ազդեցությունը կա փորձել են եւ ակնհայտ է, որ Վրաստանում գնում է Արևմուտքի եւ Ռուսաստանի պայքարը։ Ի վերջո վրացական երազանքը Իվանիշվիլին դա ով է։ Դա ռուսական ազդեցության, եթե չասեն գործակալ, դրա տարածողն է։ Ընդհանրապես այն մարդիկ միլիարդատերերը, ովքեր որ Ռուսաստանում հարստություն ունեն, բնականաբար չեն կարող զերծ լինել ռուսական ազդեցությունից, որովհետև Ռուսաստանում, ինչպես շատ այլ երկրներում եւս, քո հարստությունը կամ հարուստ լինելը պայմանավորված է իշխանության հետ քո հարաբերություններով։ Դու կարող ես լինել Խադարկովսկի, ամենահարուստ մարդկանցից մեկը Ռուսաստանի, բայց ձեռքի մի շարժումով կարան վրա այդ գործարկեն նստացնեն։ Դու կարող ես լինել Ռուբեն Վարդանյան, Ռուսաստանի ամենահարուստներից, բայց եթե Ալիևի ազդեցությունը ավելի է Մոսկվայում մեծ, քեզ կարող է նույն Ռուսաստանը բարեհաջող, իհարկե ճակերտների մեջ բարեհաջողը վաճառի Ադրբեջանին, այդ ամբողջը կա։ Սա պայքարի դրսևորում է, կրկնում Արևմուտքի եւ Ռուսաստանի, ինչ որտեղ էլ Թուրքիան առանձին խաղ է սկսել, որը մեզ համար կարևորում այն տեսանկյունից, որ մենք բազմիցս այստեղ խոսել ենք դրա մասին, որ Բալկաններից հետո, 90-ականներից հետո հաջորդ տարածաշրջանը, որտեղ պիտի տեղի ունենա ազդեցության ոլորտների վերաբաշխում, պետք է տեղի ունենան մեծ հեղաբեկիչ փոփոխություններ, անգամ պատերազմներ, ինչպես եղավ Բալթյան երկրները, դա մեծ միջին արևելքն է եւ նրա մի մասը հանդիսացող այսօր հարավային Կովկասը։ Եվ այն, որ մենք հենց զգուշացնում ենք, հիմա էլ ենք զգուշացնում, որ բոլոր տեսակի այսպես բանավոր պայմանավորվածությունները իբր խաղաղության եւ այլն ամեն ինչ անիմաստ է, որտեվ երբ որ տարածաշրջանը պատրաստվում է
հեղաբեկիչ փոփոխությունների եւ բոլորը պատերազմին են պատրաստվում, ապա անգամ մեծ ցանկության դեպքում դու չես կարող դրանից զերծ մնալ։ Հետևաբար դու էլ պիտի պատրաստվես, իսկ Վրաստանի պարագային առավել եւս, որտեվ դա ըստ էության միակ իրական այսօրվա մեր ելքն է դեպի քիչ թե շատ, այսպես ասած, համաշխարհային շուկա։ Իսկ Եվրամիության ներկայացուցիչներին այդ մեղադրանքները արդյոք չեն խանգարի հետագա Եվրամիության ինտեգրացման հարցերին Վրաստանի համար։ Բնականաբար խանգարեն, բայց բավականին Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունը փչացած են արդեն, հիշենք, որ Եվրամիությունը սպառնաց զրկել կարգավիճակից, այսինքն Եվրամիության տեխնացուի կարգավիճակից, սպառնաց սառեցնել այդ ազատականացված վիզաները եւ այլն, այդ ամբողջի բնականաբար ազդելու է, որովհետեւ ինչպես է աշխատում արևմուտքը երկրների հետ։ Ինքը աշխատում է երկրներին ինչ որ մի բան տալու ճանապարհ, ասեն գայթակղելով։ Եթե Ռուսաստանն աշխատում է պատժի սպառնալիքով, օրինակ ասում այսպես չանեք, քեզ կպատժեմ, նա գազը կկտրեմ կամ կհարցակվեմ վրա կռմբակոծեմ։ Ռուսաստանը այդ ձև աշխատում, արևմուտքը Եվրոպան հակառակն են աշխատում։ Իրենք ասում են, այ եթե մեր ուզասնան ես, ապա քեզ այս պարգևները կտանք։ Հիմա պարգևները տարբեր ձևերի են լինում, տվյալ դեպքում Վրաստան դեպքում դա բազմամիլիարդ ներդրումներն են եղել, կարգավիճակի հետ հարցերն, այ տալով այդ այսպես ասած պարգևները սպառնում են, որ դրանից կզրկեն։ Ինչի չեն զրկում հիմա ձեր, որովհետև դա այսպես ասած վերջի փամփուշտն է, եթե իրենք օգտագործեն այդ ամբողջը, բնականաբար էլ ազդեցությունը այդ չունենա։ Իսկ Վրաստանի ներկա ղեկավարությունը մոտավորապես այսպես է հաշվարկը, որ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է, հետևաբար ինքը չի ուզում ավելի բախումային վիճակի բերել այդ հարաբերությունները, հատկապես երբ որ քաղաքական դաշտում պրոռուսական ուժերը, մասնավորապես Իվանիշվիլու ղեկավարությամբ, մեծ դերակատարություն ունեն։ Նաև Հայաստանում ընդունեց ազգային ժողովը օրենք, որով պարտադիր է Եվրամիության անդամակցությունը որպես քաղաքական օրակարգի հարց։ Եվ այս ընթացքում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը տեղի ունեցավ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու հետաքրքիր է, որ այդ ընթացքում նաև Եվրամիության ներկայացուցիչներից Հայաստանը համարեցին որպես կարևորագույն գործընկեր, նշեցին, որ ուրախ կլինեն հաջորդ տարի Հայաստանում հյուրընկալվել նույն գագաթնաժողովի շրջանակներում։ Այս ամենի տիրույթում, երբ որ նայում ենք գնալ դեպի Եվրամիություն, ինչ որ ժամկետ կա, որ մոտավորապես այս ժամկետում կարող եք ակնկալել, որ մենք կդառնանք Եվրամիության ինչ-որ անդամ, հաշվի առնելով այն վերաբերմունքը, գոնե որ բանավոր մենք լսում ենք, թե դա ոչինչ չի նշանակում միգուցե։ Առաջինը որպես ժամկետ չկա, որովհետև Թուրքիան մի քանի տասնամյակ է արդեն, այսպես ասած Եվրամիության շեմին եւ կանգնած է եւ դիմել է։ Իրեն չեն ընդունում, որովհետև համարում են, որ չի բավարարում տարբեր չափորոշիչներ, նույնն էլ Հայաստանի պարագային է, Հայաստանն ավելի վատ վիճակում, որտեղ Հայաստանը անգամ չի էլ դիմել պաշտոնապես, որտեղ այսպես կոչված այդ օրենք խորհրդարան բանը դա ներքին փաստաթուղթ է, դա ոչ մեկի չի հուզում։ Հարցը դա եթե դու ուզում ես Եվրոմիության անդամ դառնալ, ինչպես եթե դու ուզում ես մի որևէ ակումբի կամ ինչ-որ մի բանի մաս դառնալ, առաջին բանը դու պիտի դիմես, չէ՞։ Դու պիտի ասես ես ուզում եմ։ Դրա վերաբերել գրավ, մենք չենք էլ դիմել Եվրոմիություն այդ նպատակով ինչ որ բան։ Հիմա չափորոշիչները արդյոք ավելի, այսպես ասած, մենք մոտեցել ենք այդ չափորոշիչներին, իհարկե ոչ, որովհետև ակնհայտ է, որ մի տարի առաջ մարդու իրավունքները Հայաստանում համեմատաբար ավելի բարվոք են, քան հիմա։ Հիմա բոլորը հասկանում են, չէ՞, որ ընտրություններից առաջ, երբ որ դու քանդում ես Ազատության հրապարակը, անունը դնում ես նորոգելու համար, բոլորը հասկանում են, դու ուղղակի ընդդիմությանը զրկում ես Ազատության հրապարակից, որտեղ ինքը հանրահավաքներ չկարողանա անի, որովհետև եթե պետք էր Ազատության հրապարակը նորոգել, դա կարելի էր անել մի տարի առաջ կամ մի տարի հետո ընտրություններ, ով ասեց ինչապետ 26-ի գարունը, կարելի անել 26-ի աշունը կամ ամառը, էլ չեմ ասում ինչքանով է նպատակը հարմար, այսինքն Հայաստանում այլևս ասֆալտ անելու տեղ չկա, երևի ամենալավ ասֆալտից մեկը Ազատության հրապարակն է գտնվում, հետևաբար դա ակնհայտ քողարկված քաղաքական քայլ է,
եւ լիքը նման բաներ, օրինակի համար շատ լավ է որ թվում է որ ավտոմեքենաների շչակների եւ բարձր երաժշտությունը բարձրախոսների օգտագործումն արգելված է, բայց դա անդիմության միակ տարբերակն էր, որ ինքը ավտոների վրա բարձրախոսներ էր դնում եւ իրազեկում էր մարդկանց տարբեր բաների մասին։ Դու ես քայլով զրկում ես նաեւ անդիմության այդ հնարավորությունից իրազեկելու, որովհետեւ իհարկե դա դուք սիրուն անում եք ռազմբիզնես երաժշտության դեմ պայքարի անունով, բայց դուք այնտեղ չեք հստակեցնում որ օրինակի համար, ասենք ենթադրենք քաղաքական հայտարարությունների թույլտվությունը դու նեղացնում ես այդ ընդդիմության պայքարի հնարավորությունները եւ այլն եւ դա իհարկե ինչքան էլ բարեկրթորեն եվրոպացիները դրա մասին չասեն գիտեք մտածողության տարբերություն կա էլի շատ հայաստանցիների թվում է որ եթե երեսից չեն շփացնում որ դու մեզ ինչի տեղ ես դրել մենք սա հասկանում ենք իրանց լավ այսպես ասած ֆրացրեցին խափեցին չգիտեմ եվրոպացիներին ամերիկացիներին չէ պարզապես իրան կանան ժպտեն ասեն այո եւ այլն լավ հասկանան քալեր չձեռնարկեն ինչ է քալեր դա քո խնդիրն է ուզում ես եվրոմիություն քո համար է լավ լինելու արա դրա համար մենք չափորոշիչներից ենք նահանջում եւ բացի ըստ էության քաղաքական տարբեր հայտարարություններից մենք որևէ քայլ չենք արել առավել եւս Ռուսաստանի ղեկավարությունը միանշանակ նշել է որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին այսինքն Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոմիությանը դա իրարամերժ բան է, դա հնարավոր չէ միաժամանակ։ Ուրեմն պիտի ընտրություն կատարես, դա Նիկոլ Փաշինյանն էլ ամեն մեկին էլ խոստացել է ինչ որ դիմացինը կուզեր եւ ակնհայտ է, որ հիմա նա կենտրոնանում է ավելի շատ ռուսական ուղղության վրա, որտեղ Ռուսաստանի աջակցության կարիքը ունի առաջիկա ընտրություններին գոնե դրանով զսպելով եւ չափավորելով ռուսական ազդեցությունը Հայաստանը որտեղ կա այդ ազդեցությունը միևնույն է կա բայց հետաքրքիրն է որ ինքը դա հակակշռում է ոչ թե արևմտյան ազդեցությամբ այլ ադրբեջանա-թուրքական ազդեցության մեծացմամբ Դուք կիսով չափարթեն պատասխանեցիք իմ հարցին, որը ես նախապատրաստում էի, այս սա համարվում է բալանսավորման քաղաքականություն, ինչով որ փաթեթավորում ու ներկայացնում են մեզ, այսինքն մեզ ասում են մենք գնում ենք դեպի Եվրոպա, միևնույն ժամանակ չենք փչացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց փաստացի այստեղ ոչ մի քայլ չկա դեպի Եվրոպա, միայն խոսքեր են։ Սա բալանսավորման քաղաքականություն է ըստ ձեզ։ Չէ, իհարկե բալանսավորման քաղաքականություն չի, որովհետև բալանսավորումը կարող է լինել մի շարք դրսևորումներով, այդ թվում օրինակի համար խոսքային գործի, հիմա խոսքի առումով որ նայում ենք, խոսքի առումով բնականաբար էլի բալանսավորում չկա, որովհետև օրինակի համար ռուսական ազդեցությունը, խոսքի ազդեցությունը հայ հասարակության վրա, որը ունի առնվազն 4-5 24 ժամյա եթերային հեռարձակում Հայաստանի տարածքում, դա չի բալանսավորվում արևմտյան ազդեցությամբ։ Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը հիշեցնեմ ձեզ, նա էր, որ եկավ ինքը փակեց CNN-ի հեռարձակումը Հայաստանում փաթեթից եւ այլն, ինքը ընդհակառակը նեղեց արևմտյանը։ Իհարկե, ինքը հանդես էր գալիս խոսքայինով, որ ինքը պրոարևմտյան է, բայց փակում էր արևմտյան այդ ազդեցությունը, որովհետև ես ասել եմ հիմա էլ եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանն իշխանության են բերել ռուսները, պահում են ռուսները, իրանց դա է ձեռնատու, որովհետև նա նաև վարկաբեկում է արևմուտքին, իր այսպես կոչված իբր արևմուտքի համար քայլեր անելով, բայց տակը բան չկա հարց առաջան, բա ուր է ձեր արևմուտքը, բայց ասում եմ, բայց դուք թողեցիք, որ ես գամ որպես խաղաղապահ, այսինքն տվեցիք այդ հնարավորությունը, դուք ինքները դուրս անեցիք եւ այլն։ Մյուս առավելևս, երբ որ մենք խոսում ենք գործողությունների մասին, Նիկոլ Փաշինյանը երբ որ եկավ եւ դարձավ Հայաստանի վարչապետ, Հայաստանը մի շարք կազմակերպությունների, Ռուսաստանի կողմից գլխավորող կազմակերպությունների անդամ էր։ Եվ անդամ չէր արևմտյան մի շարք կազմակերպությունների։ Հիմա անցել է 7 տարի։ 7 տարվա մեջ մենք կարող ենք ասել, որ ինքը դուրս է եկել մի ռուսական կազմակերպությունից եւ անդամակցել է մի արևմտյան կազմակերպություն։ Չկա նման բան։ Միակ բանը, որ այսպես մեր աչքն են կողում, դա հանձնաժողովի, հիշում եք Բայդենի իշխանության վերջ օրերին, հայ-ամերիկյան հանձնաժողովի կանոնադրության հաստատումն է։
Էսա, ուրիշ բան չկա, բայց ընդհանուր կանոնադրություն, դեպ ասեմ Ադրբեջանը հիմա շատ ավելի լուրջ փաստաթուղթ է նախապատրաստում ստորագրելու եւ այլն։ Հետեւաբար, իսկ երբ որ նայում ենք տնտեսական ծավալներին, թե ում հետ ինչ առևտրի ծավալ, որը կարևոր դրսո, ես հիշեցնեմ ձեզ, որ 2000 թվականներին Հայաստանի առևտրի առաջի գործընկերը Եվրոմիությունն էր։ Այսպես ասած, որ ասում են, ռուսական գործակալների ժամանակ Եվրոմիությունը Հայաստանի տնտեսական առաջի գործընկերն էր։ Իհարկե, դա մեծ մասամբ շնորհիվ այն բանի էր Հայաստանի ադամանդի արտահանում, ոսկերչական, բայց ամենը դա իրողություն է։ Հիմա, այսպես ասած, արևմտամետ իհարկե իշխանության օրոք, արևմուտքը դուրս է մղվել եւ ռուսներն են։ Ռուսներն են, մեր թիվ 1 գործընկեր ռուսներն են, եւ մենք չենք ստեղծել արենտանքներ այդ ու նաեւ ռուսական լծակները թույլատնել։ Օրինակ, ռուսական լծակներից կարևորագույնը էներգետիկ, այսինքն վառելիքայինն է, չէ՞։ Արդյոք մենք ունենք այսօր այդքան խոսացին, չգիտեմ, նոր ատոմականի հստակ քայլ, որտեղ ամերիկացիները խոսում էին ինչ որ ամերիկան ռեակտորով մոդուլային ատոմականի կառուցման, ռուսների հետ խոսացին ռուսականը, էլի հայտնի չի ինչը, այդ գործողությունների մակարդակով եւս չկա։ Իսկ մի քանի զորավարժությունները դրանք ցուցանիշ չեն, որտեղ երբ որ դուք համեմատում եք օրինակ 90-ականների թվականներին, թե մենք ինչ ծավալի զորավարժություններ ենք արել նույն Միացյալ Նահանգների հետ, անհամեմատ այն ժամանակ ավելի հաճախ էր եւ ավելի ընդգրկուն։ Գանք մեր ավանդական հարցին, որը մենք ամեն հաղորդման ժամանակ գրեթե անդրադառնում ենք, քննարկում ենք այս հարցը եւ միևնույն է չենք տեսնում, թե երբ է լինելու դրա իրագործումը, խոսքը խաղաղության պայմանագրի ստորագրումն է եւ վերջերս Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ արդեն սովորել են խաղաղության մեջ ապրելուն։ Այ եթե սովորել են խաղաղության մեջ ապրելուն եւ թվում է թե խաղաղություն է, ոչինչ չկա խանգարող, ինչու չեն ստորագրում այդ պայմանագիրը։ Որովհետեւ Ալիևը չի ուզում ստորագրի, որովհետեւ դա թեկուզ եւ թղթային մակարդակով, բայց որոշակի պարտավորություններ է։ Ինքը ասել ենք նույնց են կրկնում, Ալիևը մինչև ընտրությունները եւ գործողություններով եւ հայտարարություններով աջակցելու է Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը այդ խաղաղությունը ծախի ժողովրդի վրա։ Դա կես տարի, մի տարի եւ այլն, բայց միաժամանակ Ալիևը բարձրացնում է, շատացնում է ռազմական բյուջեն, Նիկոլ Փաշինյանը կրճատում է, ոչ միայն բյուջեն է կրճատում, այլ նաեւ թվականակն է բանակի կրճատում, դա էլ ակնհայտ է, չէ։ Հետևաբար այդ խաղաղությունը, երբ որ դու այդ դիսբալանսը, անհավասարակշռությունն ավելի ես խորացնում, Եվ վերջո աղոթքի մեջ ասում եւ մի տանիրս մեզի փորձություն, այսինքն դու փորձության ես ստանում, դու գայթակղության ես ստանում, հասկանում ես, որտեվ երբ որ թշնամիտ գիտի, որ ինքը շատ ուժեղ է քեզանից, ինքը գիտի, որ անպատասխան կարող է հարձակվի քո վրա, եւ դու ճունես օրինակ 10000 դրոն, որով կջարդես կկոտորես այդ հարձակման ալիքը, կարող է վերջո պարտվես, բայց այդ հաղթանակը նրա վրա այն գինը կնստի, որ նա պետք է մտածի կմարսի թե չէ, ինքը դա էլ չի տեսնում, բնականաբար այսօր հարմար չի, այսօր խաղը այնպիսին է, որ ինքը պիտի խաղաղարարի դերով հանդես գա, Ալիևի մասնանկը, որպես խաղաղության աղավնի է հանդես գալու։ Վաղ իրավիճակը կփոխվի, ինչ խնդիր կա մի պատերվակ օրինել եւ այդ պատերվակով փչացնել։ Մենք ադրբեջանա-ռուսական հարաբերությունները ակնհայտ տեսանք, չէ՞, եղբայրական հարաբերություններ էր, շքանշաններ էին իրար տալիս, գալիս էին, գնում էին, համայրը Աստված ասել էին, Ալեքսին գնում էր Պուտինի հետ միասին, եկեղեցում ասում էին, այստեղ Բարթուղոմեոսն է, Սուրբ Բարթուղոմեոսը Քրիստոսի առաքյալը Ադրբեջանի հովանավորն է, Պուտինն էլ գլխով էր անում այնտեղ այդ ամբողջը։ Եվ ինչ, ասենք մի քիչ իրավիճակը փոխվեց, Ալիևը մտածեց, որ Ռուսաստանի վիճակը ծանր է եւ ինքը կկարողանա այլ հավակնություններ ցուցաբերել եւ նաեւ արևմուտքի աչքը մտնել դրանով, ինքը իսկույն փոխեց քաղաքականություն։ Հետևաբար, գիտեք, այն որ այսօր, այսպես ասած, վարժվել են խաղաղության, դա չի նշանակում, որ եթե այսօր այս պայմանական ասած խաղաղություն է, մի տարի հետո եւս լինելու։ Խաղաղության միակ հիմքը դա ռազմա քաղաքական հավասարակշռությունն է։ Կա այդ հավասարակշռությունը, կա խաղաղություն, չկա հավասարակշռություն, ուրեմն մնացածը կախված է ինչ որ իրավիճակից, իրավիճակի փոփոխությունից։
Պարոն Պապյան, թուրքական ազգային ավիափոխադրողը Turkish Airlines-ը ուղիղ չվերթներ է իրականացնելու դեպի Երևան։ Ու դեռ ժամկետի մասով հստակ ինչ-որ տեղեկատվություն չկա, հետաքրքիր է, այս լուրի հայտնվելը մեր լրահոսում պատահական է, թե էլի ինչ-որ նախընտրական աղթաթուղթ է, որ տեսեք մենք այնքան լավ ենք Թուրքիայի հետ, որ ուղիղ չվերթներ ենք իրականացնելու շուտով։ Գիտեք, ասենք թուրքական ավիաուղիներին, որը բավականին հզոր ընկերություն է, թույլ տալ մտնել Հայաստանի շուկա, դանով Հայաստանի շահն ինչ է, որ դանով գլուխ են գովում, այդ լավ է թուրքերի համար, այսինքն այդ ավիաընկերությունը եւս մի ուղղություն, եւս մի քանի թռիչքա ձեռք բերում, որ փող աշխատի, ինքը վնասով չի աշխատելու, ինքը օգուտով, այսինքն մենք թուրքերին հնարավորություն ենք տալի փող աշխատելու մեր վրա, ինչ ենք դրա գովում որպես հաջողություն։ Ինչ վերաբերում է թռիչքներին, միշտ էլ թռիչքներ եղել են, պարզապես այն ժամանակ դրանք ձևակերպված էին որպես չարտերային թռիչքներ, այսինքն ընկերությունը, որը իրականացնում էր Turkish-ը չէր, շատ ավելի փոքր մասնավոր, ինքը տարվա համար միանգամից հայտ էր ներկայացնում եւ ամբողջ տարվա համար ստանում էր չարտերային թույլտվություն։ Եվ այդ թռիչքները իրականացնում էր։ Հիմա վիճակը, կարգավիճակն է փոխվել, արդեն ոչ թե չարտերային, այլ սովորական, այսպես ռեգուլար, սովորական թռիչքներ են։ Հիմա թռչողի համար, այսինքն այդ ինչ տարբերություն կարգավիճակը։ Հա, գները ես սպասարկում եմ, թե ավելի լավ լինեն, բնականաբար մարդիկ դրանց են օգտվելու, բայց Հայաստան պետության համար կրկնում եմ դրանից ինչ օգուտ։ Եթե մենք ունենանք, եթե Նիկոլ Փաշինյանը չնպաստեր, հիշում եք մի հատ տոմսավաճառ աղջիկ ունեինք, որ բերել էին նշանակել էին ավիացիայի ղեկավար, որ հիմա թողեց էլի փախավ, խոպաներ եկե գնաց, չէ։ Այսինքն եւ այն եղածնել ավիրեց, եթե լիներ հետեւյալը, որ չգիտեմ, երկու թռիչք նրանք պիտի անեն, երկու թռիչ հայկական ընկերությունը պիտի անի, ինչ որտեղ ընդունելի էր։ Բան, բայց դուք միակողմանի նրան տվել եք այդ թույլտվությունները եւ այլն։ Մյուս կողմից անընդհատ ուզում են ներկայացնել, որ այս առևտուրը, թռիչքները եւ այլն ինչ որ խաղաղության երաշխիքներ են։ Այդպես չի։ Նայեք Թուրքիա-Սիրիա հարաբերությունները, թռիչքներ էլ կային, ամեն ինչ էլ կային։ Նայեք ամենա, այսպես ասած, հրատապը Ուկրաինա, Ռուսաստան, քանի թռիչք կար ուկրաինական քաղաքների եւ ռուսական քաղաքների միջեւ։ Օրական հաստատ մի քանի տասնյակ կար, եթե ոչ մի քանի 100, որտեվ տասնյակ ռուսական քաղաքներից տասնյակ ուկրաինական քաղաքներ էին թռչում, գնում էին, գալիս էին եւ այլն։ Բայց պատերազմը այլ ձև է։ Գիտեք, ես չգիտեմ, ինչ որ մի անհասկանալի միտում կա, որը այս նեոլիբերալ մտածողության արդյունք է, որ պայմանավորել իբր որ եթե կա առևտուր, կա տնտեսական հարաբերություններ, ապա սա զսպում է պատերազմին։ Պատմական օրինակները նման եզրակացության հիմքեր չեն տալիս։ Կան հարյուրավոր, լինի միջնադարով, լինի ժամանակակից աշխարհում օրինակներ, որ դա չի զսպել եւ չի կարող զսպել, որովհետեւ ես լուսահոգի Իգրին Մուրադյան մի օր հարցրեց, ասել, լսե Իգր, ինչ տարբերություն, որ ասում են գործընկեր կամ դաշնակից, եւ ստրատեգիական դաշնակից, էլի։ Այս տարբերությունը ըստ քեզ, ես իմ պատկերացումն է շատ հետաքրքիր բացատրեց։ Ասեց գործընկերն է նա, որ դուք համագործակցում եք, դաշնակից եք, որտեվ երկուսից շահերից է բխում, դա։ Ստրատեգիականն է նա, որ կողմերից մեկը կարող է իր տնտեսական շահը անտեսել, ինչ որտեղ ոտնահարել, հատուկ եւ դաշնակցի համար, այսինքն ինքը պատրաստ է տուժել տնտեսապես, որովհետեւ այդ քաղաքական շահը, քո քաղաքական շահն ապահովի։ Հիմա սա է հարցը, երբ որ դու ունես ստրատեգիական շահ, օրինակ, Ռուսաստանը ստրատեգիական շահ ունի Ուկրաինայի մի մասը գրավելու, ինչ տնտեսության մասին է այստեղ խոսքը։ Ինքը բնականաբար անտեսելու է։ Եթե Ադրբեջանը ունի ստրատեգիական շահ վերացնելու հայոց պետականությունը, եւ սա ստրատեգիական դարավոր շահ է, վերացնել չեմ ասում, որ ինքա բան է անելու, ասեն բոլորին կոտորելու է, չէ, մարդիկ հստակ ասել են 11000, 12000, sense կոմպակտ, սիրունիկ, փուճուրիկ մի Հայաստան անկլավի տեսքով Ադրբեջանին, ասիկան Լեռնային Ղարաբաղ մի հատ, այսինքն Ադրբեջան ներսում, որտեղ դու, ինչ ասեմ, կլնես իրանց համար միգուցե կազինո, միգուցե, չգիտեմ, բորդել, միգուցե ինչ-որ ապրանքներ նորմալ, որի ղեկավարությունը
կստանա աջակցություն Ադրբեջանից, Թուրքիայից, կգնան դրոշ կբարձրացնեն, ինչ որ բաներ կխոսան, բայց էության մեջ դու ուղղակի լինելու ես մի վասալ պետություն, թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ, եւ այս ամբողջը դրան է գնում։ Մենք նկատում ենք, չէ, որ այդ վերահսկողությունը գնալով շատանում է։ Այդ թվում մեր առօրյա կյանքում, երբ որ վարչապետը բողոքում է նրանից, որ ինչի են երեխաները Մասիսարը նկարում եւ փորձում է վերահսկել անգամ երեխաների ուղեղները, մենք հասկանում ենք, չէ, որ դրա հիմքում նա է, որ եթե դուք Մասիսար եք նկարում, ուրեմն դուք ինչ որ Թուրքիայի նկատմամբ հավակնություններ ունեք, այդ նշանակում է թուրքական պահանջը դարել է ներքին օրակարգի մաս, այսինքն իրանք վերահսկում են կամ փորձ են անում վերահսկելու մեր երեխաների ուղեղները, ել դրանից ավելի մեծ հաղթանակ ամենամեծ հաղթանակը ուղեղների ու սրտերին տիրելն է եւ ոչ թե կոտորելը, եւ մարդիկ դա անում են։ Պարոն Պապյան, մեզ քիչ ժամանակ է մնացել մեր եթերին։ Ես կուզեի զրույցը ամփոփենք Իսրայել-Համաս թնջուկով, որը կարծես թե լուծվում է։ Ինչ ունենք այս մասով, ինչ եք կարծում, կլուծվի այն ապագայում։ Հենց սա այն օրինակն է, որ երկիրը, որը անհանգստացած է սեփական քաղաքացիների անվտանգությամբ, ուզում է պարտադրել խաղաղություն եւ ուզում է պարտադրել, ինքը դրա համար գործողություններ անում։ Ինքը չի ասում, որ եկեք ձեզ սիրաշահեմ Համաս եւ այլն։ Ինքը ասում է դու հոկտեմբեր 7-ին հարձակվել ես իմ վրա եւ կոտորել ես իմ քաղաքացիներին եւ ունես պատանդներ, պիտի վերադարձնես դրա համար։ Նախ հիշենք, որ Իսրայելը 1-ին 15 սկզբունքն է միշտ կիրառել, հիմա շատ ավելի, այսինքն ամեն զոհի դիմաց 15-ը պիտի թշնամի սպանի։ Դա իսկ հիմա ավելով, ինքը կոտորել է ու ջարդել է, ինքը հետեւյալն ասում. իմ թշնամին պիտի իմանա, որ ինքը հարձակվեց իմ վրա, նրան այնքան մարդկային եւ նյութական կորուստներ կհասցնեն, որ հաջորդ անգամ ինքը մտածի։ Հիմա որ ասում եք այդ հարցը լուծումը ո՞նց է լուծվում։ Լուծումը Իսրայելի պայմաններով։ Ասում եմ բոլոր այդ ով որ ողջ ժամանակ է բաց եք թողնում, ով որ սպանվել է դիակներին եք հետ տալիս եւ այլն, եւ դրա դիմաց ինքը ինչ արե, այդ Գազայի հատվածը կամ Ղազայի հատվածը ըստ էության մեծ մասամբ ավիրել է։ Եվ հիմա էլ ասում է դեռ պիտի ոնց որ ասած արտագաղթ լինի եւ այլն։ Դա այսինքն լուծվում է այն չափով, այն ձևով, ինչ ձևով ուզում է Իսրայելը։ Եթե այդ 2-2.5 միլիոն մարդը չլինեին այնտեղ, այլ Արցախի չափ մի 100-120 հազար մարդ լիներ, բոլորին հեշտ էր քշել եւ թեման վերջացնել։ Մի քիչ 2.5 միլիոն դժվար է, հատկապես ի տարբերություն Հայաստանի, որը պատրաստ էր, ու Հայաստանի Հանրապետության պատրաստ է Արցախի մարզից հայությանն ընդունելու, այսօր այդ Ղազայի արաբներին, որոնք կոչվում են պաղեստինցի, որևէ մի արաբական երկիր պատրաստ չի ընդունել։ Եգիպտոսը պատա կառուցել, Հորդանանն ասում է իմ հետ գործ չունեք, ես մի անգամ ընդունեցի, դուք հեղաշրջման փորձ արեցիք, Լիբանանն ասում է ես ձեր երեսից քաղաքացիական կռիվ եմ ունեցել, Սիրիան ասում է մեկը իմ մասին մտածի եւ այլն, դրա համար առանձնապես արտագաղթի տեղ չունեն։ Հետեւաբար խնդիրը կլուծվի ժամանակավորապես, այսինքն Համասի ջախջախումով, մինչև հարցը քաղաքական լուծում ունենա հետեւյալ ձևով, կամ այս կողմ կամ այս կողմն է, որ Համասը արդեն մնա մշտապես թուլացած չկարողանա որևէ գործողություն անել։ Այն կողմը հետեւյալն է, որ հակառակը Համասը նորից վերազինվի, իսկ Իսրայելը ինչ անում։ Հեզբոլլահին ինչպես ջախջախեց, կտրելով հիմնական մատակարարից Իրանից։ Հիմա նույն բանը ինքը անում է, տեսեք, ինչ արեց, Կատարում հարվածեց այն հյուրանոցին, որտեղ Համասի ղեկավարներն են, եւ այսպես գլխատեց։ Ճիշտ է, հետո ասեց, վայ կներեք բանին։ Անգամ կներեք չասեց, ցավում են, որ այս բանն է տեղի ունեցել, Իսրայելն ասեց, բայց ինքը արեց։ Հետեւաբար քաղաքականություն ինքը դաժան բան է։ Դու պիտի թշնամություն ստաս, հատկապես միջին արևելքում, որ դա ուժեղ ես։ Նիկոլ Փաշինյանը անում է հակառակ քաղաքականություն, ինքը թույլատվություն է տալիս, որ մենք ձեզ համար վտանգ չենք, թույլ ենք, բայց դա տանում է գայթակղության։ Հիմա լսողներ շատերը կարող են ասեն, որ դե հիմա թույլ ենք, ոնց անենք եւ այլն։ Պարտված երկիր։ Այո, պարտված երկիր ենք եւ այլն, նախ ինչու պարտվեցինք, այդ բանը էլի չբացահայտվեց եւ այլն, որտեվ մենք հանգիստ կկարողանայինք նման պարտություն չկրելու։
բան։ Ի վերջո չենք էլ գրել 44 օրյա պատերազմի ժամանակ 3,500 դաշտավայր 40 կիլոմետր դաշտավայր են կորցել, լեռնային հատվածները տվել են Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ։ Հիմա հարց է առաջանում, իսկ ինչի ենք այդ վիճակի եւ այլն բանը։ Իսկ ինչ որ երկրի հզորացմանը միշտ էլ կարելի է հզորացնել, ես ասել եմ։ Իրանք չգիտեն ոնց պիտի արվի, ես գիտեմ ոնց պիտի արվի եւ կան Հայաստանում էլ մարդիկ գիտեն ոնց պիտի արվի։ Չի կարելի սեփական ապիկարությունը սարքել քաղաքականության հիմք։ Ժողովրդի ընդհանրապես ասում է վեճը չի ոնց պիտի անես։ Քո խնդիրն է, արա, չես կարող, գնա թող գան ուրիշներն անեն։ Շնորհակալություն, պարոն Պապյան, մեր եթերը մոտեցավ իր ավարտին։ Ես մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում Modus Vivendi հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։